Եթե ձեր աստվածաշնչները ունեք, խնդրում ենք բանալ Սաղմոս 38-ը։ Սաղմոս 38-ը։ Առաջին համարից այսպես ենք կարդում։ Դավիթի Սաղմոս հիշատակի համար։ Ով Տեր, մի հանդիմանիր ինձ քո փառքությունով եւ մի խրատել ինձ քո սրտմտությունով, որովհետեւ քո նետերը խրվեցան իմ մեջը եւ քո ձեռքը ծանրացավ ինձ վրա։ Չկա իմ մարմնում առողջություն քո փառքության պատճառով, իմ ոսկորներում խաղաղություն չկա իմ մեղքի համար, որովհետեւ իմ անօրենությունները գլխիցս վեր բարձրացան, ինչպես մեծ ծանր բեռ ծանր են ինձ վրա։ Խոցերս հոտում են եւ փթում են իմ հիմարության համար։ Ես կեռացած եւ խիստ ցած ընկած եմ եւ ամեն օր ման եմ գալիս սգավոր, որովհետեւ իմ երիկամունքները լիքն են բորբոքումով եւ առողջություն չկա իմ մարմնում։ Ես թուլացած եւ շատ սաստիկ փշրված եմ, հոգոց եմ հանում իմ սրտի հառաջելուցը։ Ով Տեր, քո առաջին է իմ բոլոր փափակը եւ իմ հառաչանքը քեզանից ծածուկ չէ, սիրտս դողում է, զորությունս թողել է ինձ եւ իմ աչքի լույսն էլ ինձ մոտ չէ։ Իմ սիրելիներն ու ընկերները կանգնած են իմ խոցի դեմ եւ իմ ազգականները կանգնած են հեռվանց եւ իմ անձը խնդրողները որոկայթ են լարում եւ ինձ չար ուզողները անօրենություն են խոսում եւ ամեն օր նենգություններ են հնարում։ Բայց ես խուլի պես չեմ լսում եւ համբրի պես, որ իր բերանը չի բացանում։ Եվ ես եղա ինչպես մարդ, որ չէ լսում եւ որ նրա բրանումը փաստ չկա, որովհետեւ ես քեզ եմ ապավինում, Տեր, դու պատասխան կտաս, ով Տեր իմ Աստված, որովհետեւ ես ասեցի, թող ինձ վրա չուրախանան, որ իմ ոտքը սահելիս ինձ վրա պարծենան, որովհետեւ ես պատրաստ եմ ընկնելու համար եւ իմ ցավը միշտ իմ առաջս է։ Որովհետև ես պատմում եմ իմ անօրենությունը եւ տրտմում եմ իմ մեղքի համար, բայց իմ թշնամիները կենտանի եւ զորավոր են եւ ինձ զուր ատողները շատ են եւ բարիի տեղ ինձ չար հատուցանողները հակառակում են ինձ, նրա փոխարեն որ ես հետևում եմ բարի բանի։ Մի թողել ինձ, ով իմ Տեր, իմ Աստված, մի հեռանար ինձանից, շուտ արա, որ ինձ օգնես, ով Տեր, իմ փրկիչս։ Ամեն։ Փառավորյալ մեր Հայրը, քո հոգվույթ հեղինակությամբ այս խոսքը տվել ես մեզ հատուկ նպատակի համար, բացահայտելու քո կամքը մեզ, որ մենք կարդալով, ընթերցելով, սերտելով հասկանանք եւ կիրառենք այդ խոսքիդ նպատակը մեր կյանքերի մեջ։ Ուստի Տեր, առաջնորդիր մեզ, մեր խոհքերը, մեր մտածմունքները, մեր բերանը, մեր լեզուն, մեր միտքը, մեր կամքը, մեր ողջ էությունը կենտրոնանալու քո խոսքի ճշմարտության վրա եւ այդ ճշմարտությունը պտղատու դարձրու մեր կյանքերի մեջ Սուրբ Հոգի Աստված ի փառս քեզ։ Ամեն։ Այս Սաղմոսով Դավիթը իր մեղքերի համար Աստծուց ստացած հանդիմանության մասին է խոսում։ Եվ դրա հիման վրա այսօրվա մեր քարոզապանությունը մեղսալի կյանքի վճարի մասին է։ Մեղսալի կյանքի վճարը։ Աստված մեզ հավատացյալներիս որպես իր որդեգրյալ զավակներ իր հայրական կատարյալ սիրով սիրելու համար մեզ մեր գործած կամավ կամ ակամա մեղքերի համար հանդիմանում է, խրատում է, դաստիարակում է, ու եթե մենք տակավին գտնվենք համար, կողավեր եւ ըմպոստ, նրա դաստիարակչությանը մտիկ չտանք եւ շարունակենք մեր մեղսամոլ, մեղսասեր, անձնակետրոն կյանքի մեջ ունեցած հանցանքների մեջ
ընթացքը, եթե նրա զգուշություններին և զգուշացումներին ուշադրություն չդարձնենք, վերջի վերջո, գնալով նրա մեզ ուղղած հանդիմանությունները և խրատանքները պիտի սաստկանան։ Եվ մենք մեր չխոստովանված մեղքերի, հանցանքների և անհնազանդությունների արհավիրքին, the horror, արհավիրքին պիտի ենթարկվենք, and it is a horrible thing. Դավիթ այս սաղմոսով իր կյանքի հենց այդ դառն փորձառությունն է բաժնեկցում մեզ հետ, որպեսզի մենք մեղքի արհավիրքից գիտակից լինենք, so we would be aware of the horror of sin. Մենք մեղքի հետ խաղ ու խնամություն չանենք։ Աստծո մեղքի դեմ ուղղած հանդիմանության, էնել բարկությամբ ու սրտմտությամբ խրատանքին չենթարկվենք։ Նկատի առնենք, թե այս սաղմոսի վերնագրում Դավիթը նշում է, թե այս սաղմոսը հիշատակի համար է գրվել։ It is a memorial psalm. Այսինքն նա այս սաղմոսը գրի է առել որպես not to file, որպես հիշեցում, որպես ականջի զանգ ու զրնգոց մեր խոսքերով, որ ամեն անգամ որ մեղանչելու, փորձվելու անգամ եթե կանգներ, հիշելու լիներ, թե մեղքն ու մեղանչելը որքան սարսափելի, որքան կարճելի, որքան ցավալի, որքան զզվելի, որքան վշտացնող, որքան վտանգավոր և որքան վնասակար բան է։ Այս սաղմոսը մեզ ևս մի անգամ ևս հիշեցնում է, որ մեղքը թեպետ կարճ հաճույք ունի, մեր մարդկային քիմքին քաղցր ու հաճելի է, ցանկալի է երևում, սակայն դրա տված հաճույքը վաղանցիկ է, կարճ է ու դրա ետևը կա կանգնած երկար հանդիմանություն, սուղ վճար, ցավոտ ճամփա, վշտալի արհավիրք, երկար ու ծանր վճարում։ Մի խոսքով, այս սաղմոսը մեզ ահազանգում է, մեր ուշադրությանն է հանձնում այդ նույն ճշմարտությունը, որ կարդում ենք Եբրայեցիս 10:31-ի մեջ։ Hebrews 10:31 is being reminded to us by this psalm. Այնտեղ կարդում ենք. Սարսափելի բան է կենտանի Աստծո ձեռքը ընկնելը։ Այս սաղմոսը լավ հասկանալու համար կարող ենք 4 բաժինների բաժնել։ Առաջին բաժնում 1-ից 2 համարների մեջ Դավիթի աղերսն ենք տեսնում, David's cry։ Այս բաժնում նա մեղքի հետևանքից տեղի ունեցած Աստծո խրատանքը եւ հանդիմանությունն է նկարագրում։ Երկրորդ բաժնում 3-ից 14 համարների մեջ Դավիթի ուղղապատիժն ենք տեսնում, the chastening։ Ուղղապատիժ, այն պատիժը, որ սխալից ուղղում է նրան, անգլերենով chastening։ Այս բաժնում Դավիթը իր մեղքի հետևանքով իր կրած ահավոր վիճակներն է բացահայտում։ Երրորդ բաժնում 15-ից 18 համարների մեջ Դավիթի խոստովանությունն ենք տեսնում, his confession, ուր նա իր ցավալի վիճակի համար խոստովանում է։ Եվ վերջին ու չորրորդ բաժնում 19-ից 22 համարների մեջ Դավիթի կանչն ենք տեսնում, his cry, his prayer, ազատության, հանգստության, անվտանգության, ապահովության և օգնության համար Աստծուն է դիմում։ Ուրեմն անցնենք առաջին բաժնին։
Առաջին բաժնի մեջ նայենք առաջին երկու համարներին։ Դավիթը իր կանչը եւ աղերսն է բարձրացնում Աստծուն, ասում է. Ով Տեր, այսինքն ով Յահվե, մի հանդիմանել ինձ քո փառքությունով եւ մի խրատել ինձ քո սրտմտությունով, որովհետեւ քո նետերը խրվեցին իմ մեջ եւ քո ձեռը ծանրացավ ինձ վրա։ Նկատի առնենք, որ Դավիթը անդրադարձել էր, թե Աստված նրան իր գործած մեղքերի համար եւ չխոստովանված մեղքերի համար հանդիմանում էր, նրան ծանր խրատանքի էր ենթարկել։ Այս պատճառով էլ նա Աստծուն աղերս է բարձրացնում եւ նրանից խնդրում է, որ Աստված բարկությամբ չհանդիմաներ, սրտմտությամբ չխրատեր։ Սա ցույց է տալիս, թե մեր գործած մեղքերը եւ մեր կատարած անհնազանդությունները, որոնք տակավին չենք խոստովանել եւ դրանց համար ներում չենք ստացել, Աստծուն բարկացնում են։ Նրա զայրույթն են կրկրեցնում։ Աստծո առաջին տհաճ են, անհաճելի են, անընդունելի են։ Նրա էության եւ բնության հակառակ են։ Մեր մարդկակերպարային բառերով, մեր մարդկային տեսանկյունից գործածված լեզվաոճով մեր մեղքերը Աստծուն սրտմտություն են տալիս, այսինքն տխրեցնում են, թեպետ Աստված զգացումներ չունի։ Նրանից Աստված ճակերտյալ զայրանում է, որովհետև նա կատարյալ սուրբ է, նա բնավ մեղքի հետ չի հանդուրժում։ Քանի որ նա մեզ իր աստվածային հավիտենական ու փրկարար սիրովը սիրեց, մեզ իր նախասահմանության եւ կարգած հրավարտակի համաձայն իր որդու արյունով ծախու է առել եւ նաեւ մեզ իր Սուրբ Հոգի հավիտենական ներբնակությունով է օրհնել եւ կնքել, նա իգին ամեն բանի իր հոգով վերստին ծնած զավակներին եւ իր որդու արժանիքով արտարացած զավակներին իր որդի Տեր Հիսուսի հասակին կհասցնի անտիմատերիալ։ Եվ սա վախենալիք է։ Փիլիպեցիս 1:6-ի մեջ Աստծո խոսքը մեզ վստահեցնում է, որ չկասկածենք երբեք։ Ասում է. Նա որ մեր մեջ բարի գործը սկսեց, ինչ կանի, մինչև վերջը կավարտի։ He will bring it to completion. No doubt about it. Առանց որևէ կասկած։ Ուստի։ Երբ որ մենք որպես հավատացյալներ մեղք ենք գործում կամ անհնազանդություն ենք անում եւ դրան չխոստովանելով դրանից ներում չենք ստանում, այդ անելով մենք մեզ Աստծո հանդիմանության եւ խրատանքի տակ ենք ենթարկում։ Այստեղ պետք է մի բացատրություն տալ մեղքի համար, որտեղ երբ ասում եմ մեղք են գործում, շատերը կարող է որոշ արարքներ որպես մեղք համարեն, որ իրականության մեջ մեղք չեն։ Պետք է հասկանանք ինչ է նշանակում մեղք գործել։ Աստվածաշնչային սահմանումը պետք է լավ հասկանանք, թե ոչ շատ տխուր հոգևոր կյանքեր կապրենք։ Մեղք կամ հանցանք երկու իմաստներ ունի Աստվածաշնչի մեջ։ Առաջինը անել այնինչ, որ Աստվածաշունչը հստակ պատվիրում է մեզ չանել։ Երկրորդ չանել այնինչ, որ Աստվածաշունչը մեզ հստակ պատվիրում է անել։ Հիմա բաներ կան, որ Աստվածաշունչը լուր է դրա մասին։ Բայց այդ բաները վտանգավոր են, լպրծուն են, կարող են մեղքի առաջնորդել, բայց ինքնուրույն մեղք չեն։
որտեղ Աստվածաշունչը հստակ չի արգիլում այդ արարքը անելուց։ Ժողովրդական հասկացողությունը, օրինապաշտությունը մեզ այդպես է ցուցադրում, որ միգուցե դրանք մեղք են։ Ես ձեզ հետ բաժնեկցել եմ սրանից առաջ, երբ որ փոքրիկ էինք, այն եկեղեցին, որ հաճախում էինք, համոզված էր, որ տան մեջ հեռատեսիլ ունենալը մեղք է, եւ հավատացյալներ հեռատեսիլ չունեին, ոչ էլ մենք։ Աստվածաշնչի մեջ որևէ համար չկա, որ ասում է դու տանդ մեջ հեռատեսիլ չունենաս։ Հիմա հեռատեսիլը կարող է մեզ մեղքի առաջնորդել։ Անշուշտ կարող է մեղքի առաջնորդել։ Կարող ես հեռատեսիլով պատգամներ լսես, հոգևոր ծառայության, կարող ես հեռատեսիլով անպարո շարժապատկերներ նայել։ Հեռատեսիլը ինքնուրույն մեղք չի, թե ինչ բանի համար ես գործածում, այդ գործածությունը կարող է մեղք լինել կամ ոչ։ Եվ սրա նման հազար ու մի ուրիշ օրինակներ կան։ Ուրեմն, երբ խոսում ենք մեղք գործելու մասին, խոսում ենք Աստծո խոսքի ուղղակի պատվերը հնազանդելու, այնինչ որ պետք է անենք եւ չենք անում, կամ այնինչ որ պիտի չանենք եւ անում ենք։ Այս երկուսը մեղքի սահմանումներն են։ Ուրեմն ըստ այնմ դատենք մենք մեզ։ Հիմա որովհետև Աստծո համար անկարելի է չավարտել այն բարի գործը, որ մեզ յուրաքանչյուրիս մեջ սկսել է, Աստված մեր գործած մեղքերի պատճառով, այն էլ չխոստովանված մեղքերի համար, իր մեզ համար ունեցած նպատակը եւ սահմանումը ծրագիրը չի փոխի, ոչ էլ դրան կեսկատար կթողի մեր քեֆի եւ մեր ուզածի համաձայն, այլ նա մեզ կխրատի, մեզ կդաստերակի, մեզ կուղղի, մեզ ուղղապատիժ կտա, եթե հարկը պահանջի, մեր կամքը իր ծրագիրները փափաքելու կհասցնի, մեզ կուսուցանի, մեզ վերջնականաբար խրատանքի միջոցով էլ որ եթե լինի, Քրիստոսի հասակին կհասցնի։ Առակաց 3 գլխի մեջ 11-ից 12 համարներում այսպես են կարդում։ Առակաց 3, 11-ից 12, Proverbs 3:11 and 12։ Որդյակս, մի անարգել Տիրոջ խրատը եւ նրա հանդիմանությունիցը մի ձանձրանալ, որովհետև Տերը նրան, որ սիրում է, հանդիմանում է, ինչպես մի հայր, որ իր որդուն սիրում է։ Նաև Եբրայեցիս 12:6-ի մեջ, Եբրայեցիս 12:6-ի մեջ, այս Եբրայեցիս նամակի հեղինակը, գրի առնողը, առակացի մեջ եղող համարներին հենված եւ այդ համարները դարձյալ կրկնելով այս է ուսուցանում Եբրայեցիս 12:6 Տերը իր սիրածին խրատում է, նա ծեծում է ամեն որդի, որ ընդունում է, եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ որպես որդկանց հետ կվարվի, որովհետև որ որդին է, որ հայրը նրան չի խրատում, բայց եթե առանց խրատի եք, որին ամենը մասնակից եղան, ուրեմն խորթ եք եւ ոչ որդիկ։ Անհնար է կատարյալ հայր Աստծո համար մի խումբ ըմպոստ, անհնազանդ, մեղսագործ, անկատար ժողովուրդ ունենալ եւ դրանց երկինք տանել։ It's impossible. Աստված կատարյալ հայրն է եւ նրա որդիքն էլ իրենց երկրավոր կյանքի ընթացքում շարունակապար պիտի խրատվեն, շարունակապար պիտի ուղղվեն, շարունակապար սրբության մեջ պիտի աճեն, մինչև որ վերջնականաբար երկինք մտնելիս իրենց եկնավոր հոր նման եւ իրենց փրկիչ Հիսուս Քրիստոսի մեջ կանգնած ամենևին կատարյալ, ամբողջովին սրբացված, կատարելապես փառավորված վիճակով երկնային արքայությունից ներս մտնեն։
Այդ է Տիրոջ ծրագիրը մեզանից յուրաքանչյուրի համար։ Դավիթը իմանում էր, որ ինքը մեղք էր գործել եւ տակավին չէր խոստովանել այդ մեղքը։ Եվ դա իմանում էր, որ դա Աստծո աչքին հաճելի չէր։ Նա գիտեր, որ թեև Աստված նրան անպայմանորեն պիտի հանդիմաներ եւ խրատեր եւ դաստիարակչության պիտի ենթարկեր, բայց այսուհանդերձ որպես մարդ արարած նա այս ճշմարտություններին անդրադառնալով դրանցից վախեցած կարող եմ ասել հիմա Աստծուն աղերսում է, որ նույնիսկ եթե պիտի հանդիմանվեր, որ պիտի հանդիմանվեր, նույնիսկ եթե պիտի խրատվեր, նա Աստծուն աղաչում է, որ Աստված բարկությամբ չհանդիմաներ եւ սրտմտությամբ չխրատեր։ Դավիթը այս հանդիմանության եւ խրատի ցավը, կսկիծը, վիշտը, տառապանքը, չարչարանքը նկարագրելու համար զենքի նետերի մարմնի մեջ խրվելու ցավին է նմանեցնում։ Ես չեմ գիտեր դուք արդյոք խոհանոցի մեջ աշխատած ժամանակ հանկարծ սուր տանակով ձեր մատը մի քիչ կտրել եք թե ոչ։ Այնպես է ցավում։ Երևակայեցեք, որ սրտի մեջ նետով անհնար է։ Դրա համար վիրահատիչները, երբ որ վիրահատություն պիտի անեն, նախ մարդկանց ուշաթափեցնում են արհեստական ձևով, որպեսզի ցավը չզգան։ Բայց հին ժամանակ պատերազմներում, երբ նետեր էին գցում մարդկանց դեմ, այդ նետը մտնում էր մարդկանց սրտի մեջ եւ մեծ ահավոր սաստիկ մահաբեր ցավ եւ տառապանք էր հառաջացնում։ Դավիթը այդ նկարագրությամբ ասում է. Ով Տեր, քո նետերը խրվեցին իմ մեջ, այսինքն շատ եմ ցավում։ Քո ձեռքը ծանրացավ իմ վրա, ձեռքի ծանրանալը նաև այդ ճնշումն է ներկայացնում, խղճահարությունից ճնշման տակ մտնել, տանջանքի եւ մտահոգության տակ մտնել, որից նա ասում է դրա բեռի տակից չեմ կարողանում ազատվեմ։ Սիրելի հավատակից եղբայր քույր, այս մի բանը լավ իմանանք։ Մեղքը ցավ ունի, մեղքը բեռ ունի։ Եվ սա լավագույն առիթն է մեզ համար, ինձնից սկսյալ, որ մեր անձերը քննենք, մենք մեզ հարց տանք եւ ստուգենք որպես եկեղեցի, որպես հավատացյալներ, թե արդյոք իմ կյանքիս մեջ մեղքեր կան, որ տակավին դրանց մեջ շարունակում եմ եւ չեմ խոստովանել ու ցավում եմ, տառապում եմ, չարչարվում եմ, ճնշվում եմ, նետերի պես խրվել են ու ինձ ցավ են պատճառում։ Եվ Աստված գնում գալիս է, մատը դնում է հենց այդ ցավոտ տեղին։ Միգուցե կան պարագաներ, որ մենք հաստատ գիտենք, որ մենք Աստծո խոսքի հակառակ ենք վարվում, խոսում, մտածում, ապրում, շարժառիթներ ունենք, մտադրություններ ունենք, որ ուղղակի Աստծո խոսքի հակառակ է։ Եվ անազանդության մեջ ենք ու շարունակում ենք, կարծես թե ոչ մի բան չի պատահում։ Ոչ խոստովանում ենք, ոչ էլ ներում ենք ստացել տակավին։ Տեսեք սիրելիներս, Աստծո խոսքի համեմատ, որ քիչ առաջ կարդացինք, այսպիսի վիճակները Աստծուն զայրացնող են, Աստծուն բարկացնող են, նրան անհաճո են, նրա քիմքին զզվելի են, նրա սրտմտություն տվող վիճակներ են, ուստի այսպիսիները, եթե իրենց անազանդությունների եւ մեղքի մեջ շարունակեն եւ չխոստովանեն, վստահ եղեք, որ անպայմանաբար Աստծուց կհանդիմանվեն, կխրատվեն, Եբրայեցիսի բառերով կծեծվեն, ու նրանք իրենց խղճահարության բեռի տակից չեն կարող ազատվել։
Շատ ծանր է Աստծո ձեռը հավատացյալի մեղքի համար։ Ուշադիր լինելու եք։ Երկրորդ բաժնում 3-ից 16-րդ համարներում Դավիթի ուղղապատիժն ենք տեսնում։ Chastening։ Այս բաժնում նա իր մեղքի հետևանքները եւ իր չխոստովանված հանցանքներից եղած ահավոր վնասներն է նկարագրում։ Երրորդ համարից սկսյալ Դավիթն ասում է, թե մեղքի դեմ Աստծո ունեցած սուրբ եւ արդար բարկության պատճառով նրա մարմնումը առողջություն չկա։ Նրա գործած մեղքի հետևանքով նրա ոսկորներում խաղաղություն չկա։ Սա ցույց է տալիս, թե չխոստովանված մեղքը հավատացյալիս մարդուս ամբողջական առողջությունն է քայքայում։ Մեղքի հետևանքով մարդուս թե հոգևոր, թե մտային, թե զգացական, թե մարմնավոր, թե ընտանեկան, թե ամուսնական, թե ընկերային, իր բոլոր վիճակների մեջ, այս բոլոր մարզերի մեջ մեր առողջությունն է քայքայվում եւ վատառողջության ենք մատնվում տարբեր մարզերի մեջ։ Մեղքը, սիրելիներ, խաղաղությունը վերացնում է։ Մեղքը կռիվ, երկպառակություն, բաժանում, հայհոյություն, հակառակություն, պայքար, մտատանջություն, հոգս, երկմտություն եւ վախ է առաջացնում։ Այսպիսի վիճակների մեջ բռնված մարդը չի կարող ինքն իրեն իր կոշիկների թելերից բարձրացնելով այդ ցեխի մեջից դուրս գա։ Դրա համար 4-րդ համարում Դավիթն ասում է. իմ անօրենությունները իմ գլխիցս վեր բարձրացան, այսինքն խորասուզվել եմ, թաղվել եմ դրա մեջ։ Ինչպես մի ծանր բեռ, ծանր են ինձ վրա, I can't get loosened out of this thing։ Մեղքից հառաջացած խղճահարությունը չխոստովանված մեղքի հետևանքով մեղսագործի զգացած հանդիմանությունը հավատացյալի մեջ ներբնակվող Սուրբ Հոգու խրատանքը եւ ուղղապատիժը հավատացյալի համար շատ ծանր բեռ է։ Նրա գլխից ավելի բարձր է։ Այսինքն նա ինքն իր մարդկային ուժերով, մարդկային ձևերով, մարդկային ֆորմուլաներով, մարդկային արարքներով չի կարող ազատել։ Ոմանք խղճահարությունից փախնելու համար սկսում են իրենց ուրիշ բանով զբաղ պահել, որ դրա մասին ժամանակ չունենան մտածել։ Ուրիշները սկսում են հաճոյամոլ կյանքեր ապրել, մեկ ռեստորանից մյուս ռեստորան, մի կաֆեից մյուս կաֆե, մի պարահանդեսից ուրիշ պարահանդես։ Ուրիշները սկսում են մի եկեղեցուց ուրիշ եկեղեցի, մի սերտողությունից ուրիշ սերտողություն։ Ուրիշները սկսում են թմրեցուցիչների դիմել, ալկոհոլին, դեղերին, ինչպես գրված է, որպեսզի խմեն եւ իրենց ցավը մոռանան։ Բայց դրանք չեն ազատում նրանց, իրականության մեջ ավելացնում են բեռը։ Տեսեք 5-րդ համարի մեջ ինչ է ասում։ Մեղքի հետևանքով Դավիթն ասում է. խոցերս հոտում եւ փթում են իմ հիմարության համար։ Հավատացյալի համար մեղանչելը հիմարություն է, որովհետև վերստին ծնված հավատացյալը այլևս մեղքի ստրուկը չի, որ պարտադրված ուզի մեղ կանի։ Աստծուց վերստին ծնված հավատացյալը Աստծո զորությամբ մեղքի եւ խավարի տիրապետությունից փոխանցվել է, փոխադրվել է ըստ Կողոսացիս 1-ի մեջ Քրիստոսի լույսի թագավորության տիրապետության տակ է անցել եւ նա ազատագրվել է մեղքի կապանքից, մեղքի ստրուկությունից։ Նա հիմա ազատագրված կամք ունի, նոր բնություն ունի, կարողություն եւ կամեցողություն է ստացել ուղիղը անելու, ճիշտ վարվելու, ուղղարար ապրելու։ Ոչ ոք է պարտադրում հավատացյալին մեղանչել, եթե ոչ հենց իր ազատ կամքը։
Վերստին ծնված հավատացյալ եթե մեղք է գործում, իր ազատագրված կամքով է մեղք գործում։ Եվ դրա համար հիմարություն է Աստծո որդու լույսո թագավորության մեջ փոխադրված, ազատագրված նոր բնություն ստացած հավատացյալին էլի վերադառնա մեղքի տիրապետության ուզածները կատարի։ That's foolishness. Հավատացյալներիս համար մեղք գործելը հիմարություն է։ Մյուս անգամ, երբ չարը քեզ մի մեղք գործելու է հրապուրում ու հրավիրում, հիշիր այս հիշատակի սաղմոսը, որ մի հավատացյալ հիմար պիտի լինի, որ Աստծո խոսքի հակառակ անի, մտածի, խոսի եւ հիշելով մեղքին որպես հիմարություն, դրանից հեռու մնացիր։ Եվ այդ անելով փորձության վրա կհաղթես։ Դավիթն ասում է, ես իմ մեղք գործելս հիմարություն եմ համարում։ Իսկ դրա հետևանքով իմ վերքերը եւ իմ խոցերս անբուժելի են մնացել։ Թարախել են։ Կարշահոտություն է սկսվել։ Զզվելի մի վիճակ է գոյացել։ Հենց ինքս ինձանից զզվում եմ։ Սիրելիներ, այսպես է չխոստովանված եւ շարունակաբար գործված մեղքը հավատացյալի կյանքի մեջ։ Այսպիսի մեղսալի վիճակը վիրավորիչ է, it's offending։ Վերք ու ցավ պատճառող է։ Մեղքից ստացած վերքերը, վնասները բնականաբար եւ ժամանակի ընթացքին իրեն չեն բուժվում։ Եթե մի մեղք չի խոստովանվում եւ այդ մեղքի հետևանքը կա, եթե դրան աննկատ առնենք եւ այդ չխոստովանվի եւ շարունակվի, Աստծո խոսքն ասում է, որ դրա հետևանքը իրեն չի լավանում, ընդհակառակը կսկսի թարախել, ավելի մեծ վտանգ եւ վնաս կառչի, մինչեւ որ զզվելի կդառնա, կփթի, կարշահոտություն կսկսվի։ Ավելի վտանգ ու վնաս կառաջացնի։ Նայեցեք 6-րդ համարում։ Դավիթն ասում է, թե ես կեռացած եմ եւ խիստ ընկած եմ եւ ամեն օր սգավոր եմ ման գալիս։ Հավատացյալներիս համար չխոստովանված մեր մեղքերը եւ տակավին չներված անազանդությունները, մեր ուրախությունը եւ մեր հոգեվոր ցնծությունը մեզանից գողանում են։ Մեզ կողոպտում են։ Մեր տիրոջ զավակներ լինելու պարծանքը եւ ցնծությունը մեզանից առնում են։ Մեղքը սիրայներ ամոթի, ամաչանքի եւ ափսոսանքի զգացում է առաջացնում։ Դրա համար գլուխներս կախ ենք ման գալիս, ամոթով ենք մնում, Աստծո առաջին եւ մարդկանց առաջին։ Չենք ուզում մեր մեղքի հետևանքով վիրավորվածների երեսը նույնիսկ տեսնել։ Սա մեզ տխրեցնող զգացում է առաջացնում։ Սա մեզ սգավորության չափ կոծանքի է մատնում եւ հաճախ էլ լացեցնող է։ 7-րդ համարում Դավիթն ասում է. Իմ երիկամունքները լիքն են բորբոքումով եւ առողջություն չկա իմ մարմնում։ Աստվածաշնչի մեջ սիրտ, երիկամունք բառը նշում է մարդուս ներքին աշխարհը, ներքին կառավարման կենտրոնը, ներքին զգացումների եւ մտադրական կարողության լոգիկայի կենտրոնը։ Դավիթն ասում է իմ մեղքիս հետևանքով իմ ներքնաշխարհիս մեջ հրդե է բոցավառվում։ Կրակը լափում է ինձ։ Կարիք չունեմ բացատրելու ձեզ, թե կրակը ոնց է լափում։ Անցյալ շաբաթ մի քանիներս տեսանք դա։ Ասում է հրդե է բորբոքվել ներսս։ Կրակի բորբոքը սիրելիներ խիստ վախենալի է։ Հրդեի բորբոքված եւ լափող բոցերը իր ճամփին գտնվող բոլոր բաները վառում են անխտիր։ Հարուստի տունը վառում են, աղքատի տունն էլ վառում են։ Դավիթն ասում է. մեղքիս հետևանքով
իմ մեջ հրտե է սկսվել եւ իմ առողջությունս մոխրանում է, ոչնչանում է։ Նա շարունակում է, թե ես թուլացած եմ եւ սաստիկ փշրված եմ եւ սրտիս հառաչելուցը հոգոց եմ հանում։ Չխոստովանված մեղքը, թե ներքին եւ թե արտաքին ուժից մարդուս ուժասպառ է անում։ Այդ խեղճ անձնավորության հոգի տալու չափ հառաչանք անելու է առաջնորդում։ Մինչև մահվան դռները կարող է հասցնել մեկին։ Սաստիկ ահավոր է մեղքը սիրել, մեղքի հետ խաղ մի արեք։ It's horrible. Հին սրբակյաց հավատացյալ, one of the Puritans, William Gurnall անունով, ասել է. Այն գրիչը, որով խիղճը մեր մեղքերն է արձանագրում, շատ սուր ծայր ունի, անգլերենով ասեմ. The pen with which conscience writes our sins has a sharp nib. Այն գրիչը, որով խիղճը մեր մեղքերն է արձանագրում, շատ սուր ծայր ունի։ 11-րդ համարում կարդում ենք, թե Դավիթի սիրելիները եւ ընկերները նույնիսկ նրանից հեռացել էին։ Նրա ազգականներն ու բարեկամներն անգամ հեռու էին մնում նրանից։ Ինչու՞, որովհետև նրա չխոստովանված մեղքը եւ դրանից եղած ահավոր հետևանքները գարշահոտության պես նեղվում էին։ Մարդկանց զզվելի է, մարդկանց offending է, մարդկանց վիրավորիչ է, անտանելի եւ անընդունելի է։ Դրա համար շատ անգամ, երբ մեղքեր ենք անում, մենք մեզ մենակ ենք գտնում, բաժանմունքների մեջ ենք բռնվում, կոտրտվանք է առաջ գալիս, հարաբերություններ են խզվում, տներ են քանդվում, ամուսնություններ են լուծվում, եկեղեցիներ են տակն ու վրա լինում, մեղքի պատճառով։ Դավիթն ասում է 12-րդ համարում, թե նրա թշնամիները նույնիսկ որոգայթ էին լարում։ Ոչ թե միայն իր սիրելիները հեռացել էին իրենից, հիմա թշնամիները այդ մեղքի հետևանքով իրեն թույլ գտած ժամանակ մտածում են, որ լավագույն առիթն է, որ սրա ոտի առաջը մի քանի որոգայթ լարենք եւ սրան տապալենք։ Գիտեք, չարի ստախոսության, խաբեբայության ձևը այս է։ Նախ հրապուրում է մեզ մեղքի։ Եթե ընկանք այդ մեղքի մեջ, հետո մեր դրացիներին, մեր շրջապատին, մեր գարշահոտությունն է ցույց տալիս։ Դες ինչ արավ ձեզ։ Ու նրանք հեռանում են։ Հետո մեր թշնամիները, որից ամենամեծը հենց ինքն է, մեզ համար ավելի մեծ որոգայթներ են լարում, որտեղ արդեն իմանում են, որ մենք ամենաթույլ վիճակի մեջ ենք գտնվում։ It's a triple whammy. Երապատիկ ահավոր մի վիճակ է ստեղծվում։ Բայց այս բոլորով հանդերձ Դավիթն ասում է, ես իմ թշնամիների դեմ խուլ ու համր եղա, ես նրանց չպատասխանեցի։ Ես նրանց համար բերնումս փաստ չկար, այսինքն վեճ չհարուցանեցի, նրանց իմ հանդեպ ուղղած բոլոր նախատինքին չպատասխանեցի։ Սիրելի հավատացյալներ, ահա չխոստովանված մեղքի եւ աննազանդության հետևանքով եղած ուղղապատիժն ենք կարդում այս համարների մեջ։ Մենք նաև իմանում ենք Հռոմեացիս 6:23-ի համարը, միգուցե անգիր եք իմանում, թե մեղքի վարձքը մահ է։ Հա, այս համարը շատ արագ ենք անցնում, որտեղ կարճ է, իրականության մեջ համարի կեսն է։ Մեղքի վարձքը մահ է, ասում ենք ու անց ենք կենում։ Բայց այս Սաղմոսի մեջ Դավիթը այս կարճ նախադասության
իր կյանքի փորձառությամբ բացահայտում է, թե ինչ է նշանակում մեղքի վարձքը մահ է։ Մեղքը, որ չի խոստովանվում, մեղքը, որ ներում ու քավություն ստանալով չի վերացվում, դա մահ եւ բաժանում է առաջացնում։ Մեղքի եւ անազանդության հետևանքով մեղսագործը բարիք, զորություն, ուժ, պարծանք, երեսպարզություն, հանգիստ, խաղաղություն, գեղեցկություն, գովասանք չի վայելում։ Զրկվում է, մնում է չարիքի ենթակա, դառնում է անզոր, ուժասպառ, կորցնում է խաղաղություն եւ հանգիստ, ենթարկվում է հոգեկան, մտային, զգացական, ֆիզիկական ցավերի, տանջանքների, ամոթահարության, ափսոսանքի, վախի, կասկածի։ Մի խոսքով, չխոստովանված մեղքը երկրի վրա դժոխային կյանք է առաջացնում։ Գիտեք, որ դժոխքի մեջ այս է վիճակը։ Եվ ավելի ահավոր։ Իսկ ո՞րն է այսպիսի վիճակից ազատվելու ձևն ու կերպը։ Բայց նախքան այդ հարցման պատասխանելը, ուզում եմ վստահ լինել, որ հասկանում ենք իրարու։ Եթե կան այսպիսի վիճակից անցնողներ մեր մեջ, լավ լսեք, որովհետև այս մութ եւ վատ լուրը տալուց հետո նաեւ կա լավ լույս եւ բարի լուր։ Եվ բարի լուրն եմ ձեզ հաղորդելու քարոզի մյուս կեսում։ Ու բարի լուրը հենց այս հարցման պատասխանն է, որը մեզ բերում է նկատի առնել այս Սաղմոսի 3-րդ բաժինը։ 3-րդ բաժնում 15-ից 18 համարների մեջ Դավիթի խոստովանությունն ենք տեսնում, 15-րդ համարում նա ասում է. ես քեզ եմ ապավինում, Տեր, դու պատասխան կտաս, ով Տեր իմ Աստված։ Նա հավատքի քայլ է առնում։ Եվ այս քայլը առնելիս հիշում է, թե քանի որ նա մեղքի համար Աստծուց հանդիմանության էր ենթարկվել ու խիստ խոր խղճահարության մեջ էր բռնվել, ուստի նա չէր ուզում, որ իր թշնամիները իր ուղղապատիժ ստացած ընթացքում նրա անզորությունը ծաղրեին, նրա խոստովանանքը ծաղրի եւ ծանակի դարձնեին։ Դավիթը իր մեղքի համար ստացած հանդիմանությունը, խրատանքը, թեթև, ծաղրի ու ծանակի պատճառանք հարևանցի չէր վերցնում։ Դավիթի համար շատ լուրջ եւ ծանր խնդիր էր։ It was a serious matter. He didn't want people to laugh at him, nor laugh at God. Դրա համար նա չէր պապակում, որ այդ լուրջ եւ ծանր վիճակը թշնամիների բերնի ծամոց դառնար։ Աստծուց կրած հանդիմանությունը սիրելիներ լուրջ հոգևոր ընթացք է։ Խրատիչ է, հանդիմանող է, ցավեցնող է, ծեծող է, բայց լուրջ է։ Շատ լուրջ է, ծանրություն ունի, it has weightiness, կարևոր է, անհրաժեշտ է, հավիտենական տարբերություն է անում մեր կյանքի մեջ, ուղղող է, դաստիարակող է, վերականգնեցնող է, վերապահպանող է, եւ Դավիթ այս բոլորին անդրադառնալով հավատքի քայլ է առնում։ 18-րդ համարի մեջ տեսեք։ Վերջապես նա իր մեղքը խոստովանում է, որովհետև ես պատմում եմ իմ աներնությունը եւ տրտմում եմ իմ մեղքի համար։ Ահա այս համարի մեջ տեսնում ենք, թե մեղքի տառապանքից, մեղքի սուղ եւ ծանր վճարից, վշտալի հետևանքից ազատվելու համար միակ ձևն ու միջոցը կոտրված հոգով, մեղքի եւ մեղանչությամբ Աստծուն ու շրջապատին վիրավորանք հասցնելու, բարկություն, նեղություն հառաջացնելու համար սգալով է, որ պիտի խոստովանենք։ Խնդալով, խաղալով, Փեպսի շիշը ձեռքին, ծամոնը բերանին խոստովանություն չի կարելի։ Դա խոստովանություն չի։ Պարզապես ծիծաղելով, կատակի բռնելով, oh, I'm sorry,
դա խոստովանություն չի։ Դա ծաղրանք է։ Դա խապկանք է։ Դա սատանայի ստերից ուրիշն է, որ դու քո չխոստովանված մեղքիդ մեջ շարունակես եւ կամած հոտես, նեխես, փթես, թարախես։ Իրական խոստովանությունը այն է, որ մեկը իր մեղքից հառաջացած վնասի, վտանգի, վիրավորանքի, թե Աստծուն, թե մարդկանց, ցավի, տրտմի, a contrite spirit, կոտրված հոգի ունենա, ափսոսա, որ ախ ինչու այդպես արեցի, Երանից առաջ չլինեի։ Եվ կոծ անելով, տրտմելով, անազանդությունները պատմել, այսինքն հանձն առնել։ Այս իման վրա է, որ առակաց 28-13-ի մեջ Աստծո խոսքը մեզ ուսուցանում է ասելով իր հանցանքները ծածկողը հաջողություն չի գտնել, բայց խոստովանողը եւ թողողը ողորմություն կգտնի։ Դավիթը իր մեղքի համար տրտմում էր, իր հանցանքները ցավելով խոստովանում էր եւ խոստովանելով պատասխանատվություն էր հանձն առնում եւ մեղքի վճարումից խոցից ազատվելու համար պետք էր որ նրան թողել դառնալ։ Դրա համար մենք ասում ենք, երբ խոստովանում ենք, մենք ինչ ենք անում, դարձի ենք գալիս, we repent, թողնում ենք, աղբամանն ենք գծում, կռնակ ենք դարձնում, երես ենք պտտեցնում, այդ ինչ որ անում էինք առաջ, վարվում էինք այդպես, մտածում էինք այդպես, խոսում էինք այդպես, այլևս այդ չենք անում, ուրիշ բան ենք անում։ Դա է նշանակում թողություն, թողնել։ Այդ իմաստով է, որ Աստվածաշունչը մեզ ուսուցանում է, որ եթե մեկը մեղք կխոստովանի, նաև պետք է դարձի գա։ Մենակ խոստովանելը բերնով բավարար չի։ Հայդա այսօր խոստովանես, վաղը նորից ես կրկնում։ Հա, խոստովանեցիր, որ անցյալում սխալվել ես, բայց ապագայի համար ինչ ես քայլ առնում։ Այդ թողելը ապագայի համար է, որ չփորձվես, նորից գնաս այդ ետ կեղտին։ Աստծո խոսքն ասում է, խոզն է, որ իր ցեխին է փապակում ու շունը, որ իր փսխածին է ետ դառնում, ոչ թե կառնուկը։ Այդ պահին Դավիթը այս նույն բանն է անում, խոստովանում է, որտեղ նա գիտե, որ թողնելով, խոստովանելով ողորմություն կգտնի։ Ողորմություն, այսինքն չստանալ այն ինչ, որ դրան արժանի էինք։ Ողորմություն գտնելով, այլևս մեղքի վարձքը եւ վճարը մենք չենք, որ վճարում ենք, մեր փոխարեն վճարող Տեր Հիսուսին ենք վստահում։ Դրա համար Տերը խաչվեց։ Աստծո բարկության նետերը ամենացավալի կերպով ում մեջ խրվեցին։ Հիսուսի մեջ խրվեցին։ Այ մեզ պիտի խաչի վրա խաչեին։ Տերը մեր փոխարեն խաչվեց։ Որպեսզի նրան հանձնվողը մեղքերի քավություն ստանա, մեղքերի թողություն ստանա, Աստծո զայրույթը ողոքվի, հանդարտվի եւ նա հանգստանա, իր խիղճը, որ բողոքում էր իր դեմ, հանգստանա, խաղաղվի, փրկության ուրախությունը վերահաստատվի, հաղորդակցությունը վերականգնվի եւ ոչ թե հանդիմանություն կրի, այլ այս անգամ օրհնություն վայելի, խաղաղություն եւ ապահովության բնակվի։ Տեսեք առաջին Թեսաղոնիկեցիս 5:23-ի մեջ առաքյալը ինչ է ցանկանում Թեսաղոնիկեի հավատացյալների համար։ Առաջին Թեսաղոնիկեցիս 5:23 առաքյալը այս է ասում. ինքը խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին սուրբ անի, այսինքն ձեր բոլոր մեղքերը թող Աստվածների, բայց Աստված ինչպես է մեղքներում, հենց օտոմատիկ։ Աստված այդպես չի, որ նստած է եւ մեղք ներելու մեքենա ունի։
Օրնիպուն մեղք է ներում։ Դու խոստովանես կամ ոչ, ինքը գիտե։ Ոչ, այդպես չի Աստված։ Աստված խոստովանողին եւ թողողին է ներում։ Չխոստովանողին եւ չթողողին չի ներում, կպատժի։ Որտեվ սուրբ է, որտեվ նա մեղքի հետ չի կարող համատեղվի։ Ուրեմն երբ առաքյալն ասում է թող ինքը խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին սուրբ անի, այսինքն այս սրբագործության կյանքի ընթացքում մենք երբեմն երբ մեղք գործենք, պետք է ինչ անենք։ Պետք է խոստովանենք, պետք է թողենք, պետք է ճշտվենք, երբեմն պետք է լինում ուղղապատիժ ստանանք, that's okay։ Պետք է իմանանք, եւ ինչ է անում, երբ որ սուրբ անի, առաքյալը շարունակում է, եւ ձեր բոլոր հոգին, շունչը եւ մարմինը, այսինքն քո բոլոր ամբողջական էությունդ անարատ պահվի, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալը, եւ լավ լուրը այս է, որ առաքյալը տալիս է մեզ, հավատարիմ է նա, որ կանչեց ձեզ, որ կանի էլ։ What a good relief. He is faithful. Ամեն անգամ երբ խոստովանես ու թողես, Աստված քո աչքերիդ աշուղը չի, որ քեզ սիրում է, քեզ ներում է։ Աստված քեզ ներում է, որտեվ ինքը հավատարիմ է։ Դրա համար է քեզ սիրում։ Կանի էլ, չմոռանաք սա։ Սա մեղքի տառապանքից, մեղքի արհավիրքից, մեղքի անեծքից, մեղքի հետևանքից, մեղքի պատիժից, մեղքի վճարից ազատվելու միակ միջոցն է, ուրիշ միջոց չկա։ Ուրիշ ճանապարհ չկա։ Շատ լավ լուր է։ Խոստովանությունը մեղքի համար տրտմությամբ եւ իրական ցավով դարձի գալը, մեղքի անազանդությունից ազատվելը մեր համար ամենաբարի լուրն է, որ կարող ենք ունենալ։ Այդ անելով մեր հաղորդակցությունն է վերականգնվում, մենք ողորմություն ենք ստանում, մենք խաղաղություն ենք հաստատվում, օրհնություն ու վայելք է առաջանում, ապահովություն եւ անվտանգություն ենք ապրում, եւ այդ տիրում է թե մեր ֆիզիկական կյանքի, արտաքին կյանքում, թե մեր ներքին անձնական, ընտանեկան, ամուսնական, եկեղեցական եւ շրջանային ընկերային կյանքում։ Եվ մեր խիղճը հանգիստ է։ Մեր խիղճը ոչ թե մեզ չի հանդիմանում, այլ խիղճը մեզ վավերացնում է ըստ Հռոմեացիսի մեջ, որ մենք ուղիղ տեղն ենք, ուղիղ բան ենք անում։ Սկզբունքը նույնն է ամեն տեղ եւ ամեն պարագայի մեջ։ Մեղքի պատժից, վարձքից, հետևանքից, արհավիրքից ազատվելու համար սիրելիներ պետք է մեղքը խոստովանել եւ թողել։ Աստծո խոսքը մեզ վստահեցնում է, թե այդ անողը ողորմություն կգտնի։ Օգոստինոսը հնադարյան 3-րդ դարվա մեջ ապրող սուրբը, որին կոչում են Սուրբ Օգոստինոս, աստվածաբան էր։ Այս ուղղությամբ ասել է, թե բարի խիղճ ունենալու, հանգիստ խիղճ ունենալու համար։ Ասել է, թե հանգիստ խիղճը կամ բարի խիղճը Քրիստոսի պալատն է, Սուրբ Հոգու տաճարն է, հաճույքի դրախտավայրն է եւ սրբերի կանգուն հանգստյան օրն է։ Good conscience is the palace of Christ, temple of the Holy Ghost, the paradise of delight and the standing Sabbath of the saints. Standing Sabbath of the saints. Գիտեք ինչ է նշանակում։ Հանգստավայրն է։ Քիչ առաջ երկեցինք։ Սուրբ տեղ մկա խաղաղության ուր Աստծո սրտի մոտ։ Հարց տամ քեզ։ Արդյոք քո խիղճդ հանգիստ է։ Թե ոչ քո կյանքում կան մեղսալի արարքներ, մեղսալի անազանդություններ, որոնց համար չես խոստովանել։ Վերապերմունք, վարք, մեկի հետ եկեղեցու մեջ, տան մեջ, ընտանիքի մեջ, ամուսնության մեջ, ընկերային դաշտի մեջ, Աստծո հետ։ Եթե կան հենց հիմա անձդ խոնարհեցրու Աստծո ամենատես աչքերի առաջին, դու էլ Դավիթի նման տրտմությամբ մեղքերիդ համար կոծանք արա, խոստովանիր, դարձի եկիր,
դարձի եք եւ այլևս մի կրկնել։ Ինչպես որ Տերը այն մեղավոր կնոջն ասաց։ Գնա եւ այլևս ինչ մեղք մի անել։ Եվ ողորմություն պիտի գտնես։ Խաղաղություն պիտի ունենաս։ Աստծո օրհնությունը պիտի վայելես։ Այո, կարելի է մեղքից մնացած ֆիզիկական հետևանքները պիտի կրես։ Որտեղ ամեն անգամ որ մի գամում ենք պատին, կարելի է գամը հանենք, բայց ծակը մնում է։ Աստծո ողորմությունն է, որ այդ ծակերը լցնում է երբեմն։ Երբեմն էլ ծակ թողնում է, որ մենք հիշենք։ 4-րդ եւ վերջին բաժնում Դավիթը իր խոստովանությունը անելուց հետո Աստծո օգնությանն է դիմում շարունակելու համար։ 19-րդ համարից կարդում է, որ նա իրատես է գտնվում։ Նա չի մտածում, որ մեղքերս խոստովանեցի, հիմա կյանքիս մեջ ամեն բան ուղիղ է գնալու։ Ճանապարհս վարտագույն, վարտերով լեցուն, անուշահոտ բույրերով, այսպես պիտի ընթանամ մինչև Հիսուս գա։ Ոչ։ Այդպես չի մեր հոգևոր կյանքի ընթացքը։ Ճիշտ հակառակը։ Դավիթը իրատես է, ասում է, խոստովանելուց հետո, որ իր թշնամիները կենդանի եւ զորավոր են, իզուր տեղատողները շատ են, բարի փոխարեն նրան չարություն հատուցողները հակառակվում են նրա դեմ, որովհետև նա բարի էր ուզում անել եւ բարի էր անում, սակայն այսուամենայնիվ Դավիթը Տիրոջն է վստահում, Աստծուն է աղաչում, Տիրոջ է կանչում, իր օգնությունը Աստծուց է խնդրում եւ ասում. Մի թողնել ինձ ով Տեր իմ Աստված, մի հեռանալ ինձանից, շուտ արա որ ինձ օգնես, ով Տեր իմ փրկիչ։ Այս բաժնից հասկանում ենք, որ թեպետ մենք մեր մեղքերը խոստովանելով Աստծուց ներում, ողորմություն, խաղաղություն, օրհնություն ենք ստանում, բայց չի նշանակում, որ մեր առօրյա կյանքի մեջ այլևս փորձության չենք ենթարկվի, այլևս չարը մեզ այդ գործ չունի, այլևս մենք դժվարություն չենք ունենա, մեր տան մեջ այլևս հակառակություն չի լինել, այլևս սատանան մեզ հանգիստ կթողի եւ կգնա իր գործի հետևից։ Ոչ։ Ճիշտ ընդհակառակը։ Դավիթն ասում է իմ թշնամիները ինձանից ավելի են, զորավոր են, շատ են, հիմա հակառակվում են հետս։ Հիմա որ ուզում եմ բարին աշխատեմ, ավելի հակառակություն կա, բայց ով Տեր, ես չեմ վհատվում։ Օգնիր ինձ։ Շուտ արա։ I need you։ Երբ էր վերջի անգամ որ այդպես աղոթեցիր։ Սիրելի հավատացյալներ, մեր հոգևոր կյանքի ընթացքը բնականon կյանքի ընթացք է։ Եվ այդ բնականon կյանքի ընթացքին մեր սրբագործության կյանքի շարունակության մեջ մենք կդիմագրավենք դժվար պարագաների։ Թշնամին հանդարտ չի մնա։ Մանավանդ երբ որ դու քո մեղքդ խոստովանում ես եւ թողնում ես, ինչ կարծում ես որ սատանան կասի, դե լավ, վնաս չունի, գնա ուղարարություն արա։ Ոչ։ Ուրիշ թակարդ կլարի, ավելի դժվար թակարդ, ավելի թակուն թակարդ։ Եթե այս դուռը փակեցիր, պատուհանով կմտնի ներս, երկու պատուհանից ներս կարող մտնել։ Բայց մի վհատվել, it's okay։ Մեր օգնությունը Տիրոջից է գալիս։ Մեր օգնողը մեր Աստվածն է, մեր փրկիչն է։ Աստված մեզ չի թողնի։ Աստված մեզ չի լքի, սա Դավիթի բառերն են, ինձ մի լքել, ինձ մի թողնել։ Սա չի նշանակում, որ տես, Աստված կթողնի, դրա համար է, որ Դավիթը խնդրում է, որ չթողնի։ Ոչ, այդ չի, դա սխալ մեկնաբանություն է։ Այսօրվա մեր դասարանի մեջ մենք սովորեցինք։ Այս մութ համարը պետք է լույս համարով բացատրվի։ Ինչ է նշանակում ինձ մի թողնել։ Միթե արդյոք Աստված մարդուն կթողնի, հավատացյալին կթողնի։ Եթե Աստված չի թողնի, բա ինչու է Դավիթը աղոթում մի թողնել ինձ։ Ուրեմն Աստված կթողներ։ Կարելի էր Աստված թողներ։ Ոչ, այդպես չի, դա սխալ մեկնաբանություն է։ Դա համեմատություն չի գործածվում, դա մեկնաբանության օրենքը խախտում է։ Ուրիշ տեղ մենք գիտենք, որ Տերն ասաց, ես ձեզ ինչ, բնավ չեմ թողնել։ Ես ձեզ հետ եմ երբ, եկեղեցու մեջ։ Ոչ, ամեն օր։ Մինչև երբ, մինչև կալկիրակի։ Ոչ, մինչև ժամանակների վերջը։ Ուրեմն, երբ Դավիթն ասում է ինձ մի թողնել, ինչ է նշանակում։ Սա Դավիթի վախն է, սա Դավիթի սահմանափակությունն է, սա Դավիթի չհասկանալ վիճակն է, սա Դավիթի մարդկային լեզուն է, մարդկային վախն է, մենք բոլորս ունենք։ Մենք կարիք ունենք Աստծուն, մենք առանց Աստծո ներկայության չենք կարող շարունակել։ Դրա համար ասում ենք մի թողնի ինձ։ Ով Տեր,
Ես թողնելուց սարսափում եմ, ուրեմն Տեր, վստահում եմ, որ դու երբեք ինձ չես թողնի։ That's what it means. Մի թողնել ինձ։ Մի հեռանալ ինձանից։ Իրականության մեջ, երբ մենք վերստին ծնվեցինք, Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված մեզ տվավ ով, ում, իր հոգին, որ մեր մեջ է, երբ, ինչքան ժամանակ, հավիտյան, ուրեմն, ամեն անգամ, որ կանչենք Աստծուն, նա ներկա է մեզ հետ։ Երբ որ Աստծո խոսքի ուղիղ վարդապետության ենք հենվում, Աստծո խոսքն ենք կարդում, Աստծո խոսքն ենք սերտում, այդ Սուրբ Հոգին մեզ օգնության է վրա հասնում։ Աստված մեզ օգնում է իր խոսքի միջոցով։ Ճշմարտությունները, սկզբունքները գործալուծելով մեր կյանքի մեջ։ Մարդկանց իր խոսքի հնազանդությամբ, իր համակատարությամբ բերում է մեր շուրջը։ Եվ նրանց գործ է ածում, որ մեզ կերտի իր խոսքի միջոցով։ Ուրեմն նեղ պարագայի մեջ փորձության ժամանակ կամ երբ նստում ես Աստծո խոսք կարդալ, սերտել, ընթերցել, աղոտ կարա Դավիթի պես, ով Աստված շուտ արա, որ ինձ օգնես։ Հարց տամ քեզ, երբ էր վերջի անգամ, որ դու աղոթեցիր Աստծուն, քո հոգևոր կյանքի մեջ հառաչանալու, մեղքերդ խոստովանելուց հետո, նրանց թողելուց հետո օգնություն խնդրելու, որ ուղիղը անես, ճիշտ ճանապարհը քայլես, օրհնության միջոց դառնաս եւ օրհնվես։ Աստծուն երբ աղոթեցիր ասելով. «Շուտ արա Տեր, որ ինձ օգնես, ով Տեր իմ փրկիչ»։ Այսպես վստահեցիր Աստծուն։ Դավիթի նման կարող ես ասել. «Ով Տեր, քո առաջին է իմ բոլոր փափաքը, իմ հառաչանքը քեզանից ծածուկ չի»։ Աղոթենք։ Ո մեր Տերը, մեր Աստվածը, փառք քեզ քո հիանալի խոսքիդ համար։ Շնորհակալ ենք քո ներկայության համար։ Շնորհակալ ենք Տեր, որ դու մեր մեղքերը ներում ես, երբ մենք խոստովանում ենք։ Իրավի Տեր, մենք մեղքեր գործում ենք։ Կամա եւ ակամա փորձվում ենք, ընկնում ենք պահի տակ։ Խնդրում ենք, որ մեզ ներես։ Օգնիր մեզ Տեր, որ կարողանանք թողել, կարողանանք կրնակ դարձնել եւ քո փառքիդ համար ապրել, Քրիստոսի հասակին նմանվել։ Փառքը պատիվը քեզ է վայելում Տեր։ Շնորհակալությամբ ենք ընդունում այս պատվական խոսքդ մեր կյանքերի մեջ։ Իբարս քեզ։ Ամեն։